Էս էինք ասում էլի, պարոն Թունյան, տեսեք, մարդիկ գրանցվում են, որ հարց տան, համ ասում ենք կարևոր համակարգ է, համ այնպիսի ռեժիմով եք բերում, հարցերի կեսը հնարավոր չի լինում տալ։ Հիմա օրինակ պարոն Պողոսյանին որպես կառավարության ներկայացուցիչ հարցեր կար, վստահաբար նաև գործընկերներից մոտ, որը կլուսաբաներ գուցե եւ նաև ձեր բերած նախագծի հետ կապված ինչու ոչ մի խելոք միտքել կլներ, հնարավոր է նաև տեսականորեն կընդունեիք եւ սա է ամբողջ խնդիրը, որ տենց հապճեպ կարևոր հարցերը, որտեղ ունեք ձախողում, բերում եք ափալ-թափալ, ինչպես ասում են հարևան թուրքերը, բերում եք այդ բանը անում եք։ Հիմա գալու ձեր նախագծին։ Հիմա ասում եմ նախագիծը, եթե խնդիրները շատ են, չեք հասցրել լուծել։ Բերեք այդ համակարգը կասեցրեք, մարդկանց մի դրեք կամուկած վիճակում, բազմաթիվ խնդիրներ կա, դուք էլ ասեցիք, պարոն Պողոսյանը մեկը նշեց տեխնիկական, վստահաբար այնտեղ լուծումներ կան ոչ միայն թոշակառուների համար, այլ նաև ամենակարևոր հարցի հետ կապված, դուք դա չեք ասում, բայց թաքուն եք պահում, են 300,000-ի ճակատագիր ինչ անելու, դուք վստահաբար հեսա համակարգը ներդրվելուց հետո, այդ 300,000-ի շեմը հանելու եք, եկեք ստեղից պարզ ասեք քաղաքացիներին, երբ եք հանելու 300,000-ի շեմը, որ այդ փոխանցումները, որ մարդիկ այսօր մինչև 300,000-ը տեղավորվում չեն հայտարարագրում, երբ եք դա հանելու, երբ եք հանելու են 12 միլիոնի շեմը օտարերկրյա պետություններից ստացվող փոխանցումների, որտեղ դրանք, ինչպես ժողովուրդն ասում, այսպես փափուկ կտեր են, որ համակարգը ներդրվի, որից հետո արդեն կգնա դեպի կոշտացման։ Այնպես որ այս հարցերն էլ կան, բազմաթիվ այլ հարցեր, բայց նախագիծս ինչի մերժեցիք։ Կասեցնեինք, կգայինք այդ հարցերը կքննարկեինք եւ համակարգ կունենայիք, որը բացասական սպասումներ ու խնդրահարույց չէր լինի։ Իսկ դուք նման համակարգի ընդամենը ժամկետն եք երկարացնում, մարդիկ մնալու են խնդիրների մեջ, շարունակելու են այդ նույն խնդիրներով մինչև նոյեմբերի 1-ը, ասում եք հետո տենանք երբ կբերենք լուծումներ։ Այդտենց չեն անում։ Այդպիսի բարեփոխումները ի սկզբանե դատապարտված են ձախողման, որտեղ առաջացնում են մարդկանց մոտ հակակրանք, բացասական սպասումներ։ Շնորհակալություն։